Իրեն նայլոնն ու փոլիամիդը նույնն են, միտեղ կարդում եմ գրածա փոլիամիդ, միտեղ էլ կարդում եմ գրածա նայլոն։ Տարբերությունը ո՞րն է։ Իրականում նայլոնը փոլիամիդի տեսակ է եւ որոշ դեպքերում դրանք տարբերվում են։ Ինչու՞, քանի որ քիմիական բաղադրությունը տարբեր է։ Հասկացա՞ր։ Փոլիամիդը մանրաթելերի մի ամբողջ խումբ է, իսկ այ նայլոնը, օրինակ նայլոն 6 կամ 6.6, այդ խմբի կոնկրետ տեսակներից մեկն է։ Okay։ Կան նաև այլ փոլիամիդներ, ինչպես օրինակ պերլոնը, իդեպ նշեմ, որ այն ստեղծվել է այստեղ Գերմանիայում, ավելի կոնկրետ Բերլինի Լիchtenburg-ի լաբորատորիայում։ Բա, գիտեիր։ Okay։ Նայլոնը ապրանքանիշի անունն է, այսինքն բրենդը, բայց շատերը այն խառնում են եւ օգտագործում են որպես փոլիամիդի հոմանիշ։ Բայց մենք մասնագետներս, օրինակ տեքստիլ ինժեներները կամ տեխնոլոգները, պարտավոր ենք եւ օգտագործում ենք ճիշտ անվանումները։ Բարձա։ Հիմա ձեզ մի ծիծաղելի օրինակ եմ բերում, եւ դուք երբեք չեք խառնում փոլիամիդն ու նայլոնը։ Հայաստանում օրինակ շատերն են, չէ՞, տակդիրին ասում Pampers։ Կապ չունի որ բրենդն է, ասում են Pampers։ Այս պարագայում Pampers-ը ապրանքանիշն է, այսինքն բրենդը, իսկ տակդիրը ամբողջ խումբը, այսինքն փոլիամիդը։ Այսինքն հեշտ ենք հիշում, չէ՞, Pampers-ը ապրանքանիշն է, այսինքն նայլոնն է, իսկ այդ տակդիրը այդ ամբողջ խումբը որ կա տակդիրների, այս պարագայում փոլիամիդն է։ Ինչ խոսք լավն էր։ Ականջիդ նաև օղար է։ Յուրաքանչյուր նայլոն փոլիամիդ է, բայց ոչ բոլոր փոլիամիդներն են նայլոն։ Okay, ամեն ինչ հասկացա։ Իսկ եթե դու էլ հասկացար, ապա անպայման հետևիր էջիս, որպեսզի բացահայտես տեքստիլի լեզուն։